Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Եթերում հերթապահմաս հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Նախ պաշտոնական տեղեկատվություն։ Փետրվարի 21-ին ոստիկանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, ԻԱՀԿ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը բացելով հանդիպումը նշեց, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ հանրապետությունում իրականացվող հավաքների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղված գործողությունները միանշանակ գնահատականի չեն արժանացել քաղաքացիական հասարակության և որոշ ԶԼՄ-ների կողմից, մասնավորապես տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում նշված միջոցառումների ժամանակ լրագրողների աշխատանքի և ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները և իրավապահների ու լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը կլոր սեղանի շուրջ ուղղված էր համագործակցության դաշտի կանոնակարգմանը, հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների և լրագրողների աշխատանքի սկզբունքների, իրավասությունների ու պարտականությունների հստակեցմանը։ Ոստիկանությունը մասնավորապես առաջարկեց հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչը զանգվածային միջոցառման ընթացքում կարող է հանդես գալ նաև որպես միջոցառման մասնակից, թե բացառապես պետք է իրականացնի իր մասնագիտական գործառույթները։ Միևնույն ժամանակ առաջարկվեց, որ ցանկալի կլինի զանգվածային միջոցառումները լուսաբանող լրագրողներին հագցնել տարբերակիչ նշաններ կամ կրեն հատուկ բաճկոններ, ինչը նրանց ճանաչելի կդարձնի իրավապահների համար ու զերծ կպահի անցանկալի միջադեպերից։ Բուռն քննարկումից հետո ոստիկանության այս առաջարկին հավանություն տվեցին ԻԱՀԿ ներկայացուցիչներն ու հանդիպման այլ մասնակիցներ, իսկ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ առաջարկեցին անցանկալի միջադեպերը բացառելու նպատակով ոչ թե դիմել տարբերակիչ նշանների կիրառմանը, այլ բարձրացնել հասարակական կարգը պահպանող ոստիկանների մասնագիտական պատրաստվածության մակարդակը։ ԶԼՄ-ների մի շարք ղեկավարներ էլ բերեցին վերջին շրջանում լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերի օրինակներ, որոնց վերաբերյալ ոստիկանության ներկայացուցիչը տվեց պարզաբանումներ։ Հանդիպան ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցության ուղիների որոնումը, ինչպես և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ նման քննարկումները դարձնել պարբերական։ Շարունակում ենք թողարկումը։ Գողության թիրախ էին ընտրում Մասիս քաղաքի ու տարածքի բնակարանները։ Մի քանի հաջող փորձը վստահություն էր ներշնչել, ու չգիտեին, որ արդեն իրենք են դարձել ոստիկանների թիրախը, և հենց հաջորդ փորձը փորձանք էր դառնալու իրենց համար։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները բաժնի վարչատարածքում վերջերս կատարված պարբերական գողությունների վերաբերյալ օրերս տեղեկություններ էին ստացել։ Իրավապահների տեսադաշտում հայտնվածները երկուսն էին՝ Սիսավան գյուղի բնակիչներ Սերգեյ Համբարձումյանն ու Գորդ Ավցյանը, որոնք ըստ նախնական տվյալների գործում էին միասին, նախապես մանրամասն մշակված ծրագրով։ Հանցավոր գործը սկսել էին դեռևս անցյալ տարվա վերջերից։ Գողությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն էր, ներառում էին Մասիս քաղաքն ու հարակից գյուղերը։ Ինչպես հետագայում արդեն ոստիկանության Մասիսի բաժնում պարզվեց, թիրախ էին դարձել նաև Արտաշատի մի քանի բնակավայրեր։ Կասկածյալներին հայտնաբերելու, հանցագործության մեջ մերկացնելու և բերման ենթարկելու համար ձեռնարկվեցին բոլոր միջոցները, բայց ինչպես շուտով պարզվեց, նրանք նույնպես ձեռքները ծալած չեն նստել։ Նոր գողություններ էին ծրագրել։ Այս անգամ թիրախը Սայաթնովա գյուղն էր, որտեղ էլ փետրվարի 16-ին ոչ թե գողություն, այլ կարծես ասպատակություն էր եղել։ Հանցագործները երեկոյան ընդամենը 1.5 ժամվա ընթացքում 3 տուն էին մտել։ Գողություններ կատարել, բայց գյուղից հեռանալ և չբռնվել չէին կարողացել։ Նրանց գործողությունների մասին տեղեկացած ոստիկաններն արդեն գյուղում էին, շրջապատել էին տարածքը, փակել գյուղից դուրս գալու բոլոր հնարավոր ելքերը։ Կասկածյալներից գոռը Opel Magnish-ի մեքենայով գյուղից դուրս գալիս տեսել էր իրեն հետապնդող ոստիկաններին և մեքենայով դիմել փախուստի, բայց հետապնդման ընթացքում չէր կարողացել կառավարել մեքենան և վթարի էր ենթարկվել։ Գորդ Ավցյանին բերման ենթարկելուց կարճ ժամանակ անց հայտնաբերվեց նաև նրա գործընկեր Սերգեյ Համբարձումյանը։ Բերման ենթարկվածները ստիպված եղան շուտով խոստովանական բացատրություն տալ։ Մոտ մի 6 տուն մտել ենք պատուհանից։ Մոտ իմ կարծիքով 2 միլիոն արժողությամբ փողը ոսկ ենք տարել։
Նախապես թիրախ էին ընտրում, արագ ստուգում տարածքն ու գործի անցնում։ Տուն էին մտնում պատուհանով, տեխնիկական միջոցների գործադրմամբ վարպետորեն բացելով պատուհանի փեղկը։ Ավարը բազմազան էր՝ ոսկեղեն, փող, նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, նույնիսկ կոնֆետներ, ընդեղեն, կոնյակ ու ծխախոտ։ Կատարած գողությունների թիվը հասնում էր մոտ 10-ի, իսկ պատճառված վնասի չափը մի քանի միլիոնի։ Ոստիկանությունում հայտնվելուց հետո նրանք փորձում էին իրենց արարքն այս կերպ արդարացնել։ Ծախսել ենք տան նպատակներով։ Աշխատանք չէր է, այս բաների համար։ Տան ծախսերը հոգալն էլ այլ կերպ էին պատկերացնում։ Արագ վաճառել էին ձեռքգծածն ու ստացված գումարը մսխել։ Իրենց տվել էին հաճույքների եւ ակումբներում լավ ժամանակ անցկացրել։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Սերգեյ Համբարձումյանն ու Գորդավցյանը կալանավորված են։ Կյանքում զուգադիպություններ լինում են, նույնիսկ այնպիսի, որ ոմանք սկսում են գերբնական ուժերի ազդեցություն փնտրել։ Նման մի իրավիճակ ստեղծվեց նաև փետրվարի 16-ին, երբ միանգամից երկու սպանության մասին տեղեկություն ստացվեց նույն Արմավիրի մարզից։ Երկու դեպքերի նմանությունն իսկապես կարող էր մարդու գցել սնոտիա պաշտության գիրկը, մոլորակների ու աստղերի տեղաբաշխումից կառչել։ Ու թեև գործ ունեցանք մութ ու չար բաների հետ, բայց դրանից բոլորովին չնվազեց կրկնակի ողբերգականությունը։ Փետրվարի 16-ին ժամը 12:30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի խորհրդական, մարզային վետերանների խորհրդի նախագահ Մարկոս Հակոբյանը մեծամորի բաժին ուղեկցեց Գրիշա Մարտիրոսյանին։ Գալիս էին Մայիսյան գյուղից, որ այգեգործական ընկերության տարածք է։ Հենց այդտեղ էր ապրում Գրիշա Մարտիրոսյանը, վագոն տնակում կնոջ հետ։ Ոստիկանությունում Գրիշան ներկայացավ իր մեղայականով, խեղճացած ու զղջանքն աչքերում։ Չէր էլ հասկանում, թե նախորդ օրը այդ ինչ չարք էր մտել մեջը, իսկ օրը սկսվել էր սովորական։ Կինը Ժենյան ծնունդով Չարենցավանցի էր և ամուսիններով պետք է մեկնեին նրա հանգուցյալ քրոջ 40-ին։ Զանգահարեցին ծանոթ տաքսի ծառայություն։ Առաջին անգամ չէին օգտվում այդ ծառայությունից ու վարորդներին ճանաչում էին։ Առավոտյան ժամը 10 էր։ Տաքսիստը Գրիգոր Փիլիկյանը մեկնեց պատվերը կատարելու։ Գնացի Առատաշեն։ Առատաշենում վերցրեցի Ժենյային, Գրիշային, Գրիշայի Քենուն, Ժենյայի քրոջը, քրոջ ամուսնուն մեկ էլ աղջկան։ 40 էին գնում։ Գնացել ենք 40 Չարենցավան։ Այնտեղ խմել ենք։ Հոգեհանգստի հացմացը կերան, հետո տենց դուրս եկան, ես բերեցի իրենց Առատաշեն։ Հետ ենք եկել։ Քենուսի չսել ենք։ Իրանց տուն դել երկու բաժակ խմել ենք։ Գալիս ենք մեծամոր արդեն գինն ու ամուսինի իրար սկսեցին հայոյել։ Ճանապարհին ջղայնացեց։ Չարցեր շուրջ բիջել ենք։ Հայոյեցին Գրիշան թեքվեց խփեց մի հատ։ Դասի աղբերս քասնես տեղ, ինչ կուզեք արեք։ Ու բերել եմ Մայիսյան, իջացրել եմ։ Գրիշան իջավ մեքենայիցս, դուռը բացեց հետևի, քաշեց իրան գցեց գեդին, ու ինձ ասեց հաջողություն, շատ շնորհակալ եմ, դուռը փակեց ու ես գնացել եմ։ Եկանք տուն, տպել եմ, տենց քնել եմ չեմ։ Առավոտյան զարթն է տեսա մահացել։ Խումարն անցել էր անմիջապես և չիմանալով ինչ անել, Գրիշան զանգահարել էր իր ծանոթին, իր ճանաչած ոստիկանին։ Մարկոս Հակոբյանն էլ մի փոքրիկ տնակ ունի նույն այգեգործական ընկերությունում և Գրիշային ճանաչում էր որպես իրենց տարածքի հսկիչ էլեկտրիկ։ Փետրվարի 16-ը կիրակի էր։ Ոստիկանության վետերանը տանն էր, երբ առավոտյան 10-ի կողմերը ստացավ Գրիշայի զանգը։ Հիշեց, որ Գրիշան նախկինում դատված եղել է խուլիգանության համար։ Հիշեց նաև, որ նրա հարազատ եղբայրը դեռևս պատիժը կրում է սպանության համար, բայց որ Գրիշան ունակ է նման արարքի, չէր սպասում։ Ասեցի, որ դու տեղ չգնաս, այդտեղ տանը սպասի, մինչև ես հիմա կգամ։ Նպատակս էր, որպեսզի գայի տեսնեի իրոք մահացել էր, թե չէ։ Եկա ես իր տնակը, պուլսը նայեցի, տեսա որ իրոք մահացած էր, արդեն կարելի ասել դիաբետներ կային։ Հրավիրեցի այգեգործական ընկերության բնակիչներից մի երկուսին, փակեցինք դուռը, իրան առաջարկեցի գնանք ոստիկանություն։ Հետո արդեն քննչական գործողության հերթներ։ Մթագնած ուղեղով Գրիշան դաժան էր ծեծել կնոջը, մետաղյա ձողով բազում հարվածներ տեղացել, մահացու հարվածներ։ Հիմա չի էլ հասկանում ինչի համար, միայն որպես բացատրություն խեղճացած ասում է. խմած էի։ Ինչևէ, հանցագործությունը կատարված է ու ժամանակը հետ չէ շրջի։ Նաև հանցագործությունը բացահայտված է շնորհիվ ոստիկանի, մարդու, որ իր վաստակած հանգստի տարիներին էլ հավատարիմ իր կոչմանը շարունակում է ծառայել օրենքին։ Բնականաբար ցավում եմ, որ վետերան եմ,
Բայց համենայն դեպս ես ոչ մի բանով չեմ գտնում տարբերություն աշխատած ժամանակահատվածի եւ այժմյան իմ կյանքում հին ու նոր ոստիկան չի լինում։ Չկա, ես այդպես բան չեմ կարող դա ընդունել։ Արմավիրի վարչական տարածքում կատարվածը գրեթե նախորդի կրկնությունն էր։ Նույն օրը փետրվարի 15-ին Արթուր Սարխոշյանը աներոջ տանն էր կնոջ հետ։ Երեկոյան տուն վերադառնալու համար տաքսի պատվիրեցին իրենց ծանոթ տաքսի ծառայությունից։ Կինը 4 երեխաների մայր Արաքսիա Մարտիրոսյանը դեռ չգիտեր, որ ամուսինը որոշել է գիշերով այցելել եղբոր գերեզմանին։ Եղբայրը վերջերս էր մահացել, խեղդվել էր լճերից մեկում, որբ թողնելով 3 երեխաներին։ Տաքսին ժամանակին եկավ, ամուսինները կապոցներ տեղավորեցին բեռնախցում ու նստեցին մեքենան։ Տաքսիստ Նարեկ Գրիգորյանը ոչինչ տարօրինակ չնկատեց, ամեն ինչ խաղաղ էր, բայց ոչ Արթուրի ուղեղում։ Ես իմ աղբերը ոնց մահացել է, իրան երազից մեջ չեմ տեսել։ Ընդհանրապես չեմ տեսել, դուրս տեսա ուրախացա։ Չհասած Հայկավան, ինչ որ ասեց աղբորս գերեզմանից բանը երազումս եկել է, սև շորերս գի դեմքն էլ չտեսա, ասեց խի Արաքսիայի հետ չես գալիս, մի հատ իմ մոտ։ Կինն էլ մեքենայի մեջ ասեց ուշ է Արթուր, այս ժամին ուր ես գնալու։ Ու մի խոսքով ինքն ասեց, որ ժամին էլ ուզում ալնի, ես կգտնի եթամ իմ աղբոր գերեզմանին։ Ապշի չեմ պարում հիշեմ, ինչա էլ է, ինչա կատարել։ Իրանց բերել եմ, իջացրել եմ այստեղ։ Մեքենան են կարգ եմ կանգնացրել է, որ լուսերը մի անգամից ընկնի գերեզմանների վրան։ Կավ ավտոյի դուռը բացեց, բա գնա 10 րոպեից հետո կգաս մեզ տանես։ Հետո գնացի եղբորս մոտ։ Ունդեղ արդեն ցլեր, սատանաներ սենց հարցակվեցին։ Ահա վիճակ էր։ 10 րոպեից տաքսիստը վերադառնում է գերեզմանոց, ձայնային ազդանշան տալիս, կանչում, ոչ մի ձայն։ Ճարահայտյալ գնում է տաքսի ծառայություն, որտեղ էլ պատմում է, թե ինչ է եղել։ Մի 20 րոպեից մոտենում է մեկ այլ վարորդ, որը նույնպես ճանաչում էր Արթուրին, եւ առաջարկում գնալ մեկ անգամ էլ փնտրել գերեզմանոցում։ Այս անգամ էլ ոչ ոք ձայներին չի արձագանքում։ Գնում են Արթուրենց տուն եւ եղելությունը հայտնում հորը։ Երրորդ անգամ արդեն հոր հետ գնում են գերեզմանոց։ Հորը եկել ենք, հասել ենք այստեղ, այնտեղ ինձ տնքոց եկավ։ Ինքը ընկած էր այնտեղ, ավտոյի լույսերը որերը գցինք, մի անգամից տեսանք։ Հերը մի անգամից իջավ թափով։ Մենք էլ հետևից։ Հերը դոշերից բռնեց, կինը տուրա, հարցրեց, ասեց գնիկս չկա, չգիտեմ ուրա։ Հերն ասեց նստեցրեք մեքենան, հասցրեք մենակ իրան հիվանդանոց։ Փետրվարի 15-ին ժամը 22:55-ին Արմավիր բժշկական կենտրոնի տուլարան է բերվել Արթուր Սարխոշյանը, որը ուներ վերին վերջույթների և ստորի վերջույթների բազմաթիվ կտրված վերքեր։ Վերքերը մշակվել, կարվել են և տեղափոխվել է հիմա տրավմատոլոգիական բաժանմունք։ Քիչ անց էլի մի մարդ պետք է տեղափոխվեր հիվանդանոց։ Արթուրի հայրը օգնության հասած եղբոր հետ կարողացել էր գտնել հարսին Արաքսիա Մարտիրոսյանին ու նրա կիսակենդան մարմինը տեղափոխել հիվանդանոց։ Կար ծանր գանգուղի տրավմա, գտնում էր ագոնալ վիճակում, այսինքն հոգեվարքի վիճակում, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ կյանքը չհաջողվեց փրկել, քանի որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղել էին։ Գիշերվա ուշ ժամին Արթուր Սարխոշյանը գերեզմանոցում քարով ջախջախել էր կնոջ գլուխը, ապա նաև վնասել իրեն, սրիչով բազմաթիվ վերքեր հասցնելով մարմնի տարբեր մասերին։ Արյան այս հետքերի կողքին հայտնաբերվեց նաև սրիչը։ Շատերը չգիտեին, որ Արթուր Սարխոշյանն արդեն մի քանի ամիս բուժվում է Երևանի սթրես կենտրոնում։ Ընդհանուր առմամբ նրա վարքագծում տարօրինակ բաներ չկային, պատմում է տաքսիստը, բայց ինքը մեքենայի մեջ մի քանի անգամ խոսք գծե ծանր է, ես կյանքը չեմ կարող ես կյանքով ապրեմ, աղբորս երեխեքին վրա են, 7 հատ երեխա պահում եմ, աղբերս էլ այդտենց գնաց։ Դե իրանց էլ եմ տարել գերեզմանների, հետի որ ասում եմ մի ամսվա կեսվա պատմություն է։ Այն խունգ ծխելու որ հետ մեն իրանք, տարօրինակ շարժումներ իրանում ինք իրան խոսում էր։ Հարուցվել է քրեական գործ, որը վարում է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ումուրշատյանը։ Ըստ նրա, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Սարխոշյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, անցած տարվա հոկտեմբերից բուժման կուրս է անցնում։ Ուստի անհրաժեշտ է նրա նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն անմեղսունակության հարցը պարզելու համար, իսկ մինչ այդ Արթուրը ոչ միայն բժիշկների, այլև ոստիկանների խնամքի տակ է։
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու, նրանց հետ տարվող աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են աշխատանքի և սոցիալական ապահովության, առողջապահության, գիտության և կրթության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների պատկան ծառայությունների պետերը, երեխաների աջակցության կենտրոնի տնօրենը, ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների պետերը։ Փետրվարի 7-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանն ընդգծեց աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հարցերով ոստիկանությունը մշտապես է զբաղվում, բայց արդյունքներն ավելի մեծ կլինեն, եթե ոստիկանության հետ համագործակցեն շահագրգիռ գերատեսչությունները, եթե իրականացվեն համատեղ աշխատանքային ծրագրեր ու միջոցառումներ, նշեց Արամ Զաքարյանը։ Միջգերատեսչական խմբի ղեկավար Նելի Դուրյանը ներկայացրեց վերջին 1 տարում ոստիկանության կողմից անչափահասների շրջանում տարված աշխատանքները, նաև մյուս գերատեսչությունների համագործակցությամբ իրականացված ծրագրերը։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը բարձր գնահատելով ոստիկանության նախաձեռնությունը վստահեցրեց, ոստիկանության հետ իրենց համագործակցությունն այսուհետ կլինի առավել համակարգված ու գործնական։ Անչափահասների հիմնախնդիրներով ոստիկանության հետ համագործակցությունը որակական նոր հարթություն տեղափոխվեց, համակարծիք էին բոլորը։ Բնականաբար մի կառույց չի կարող այդ խնդիրը լուծել եւ այստեղ անհրաժեշտություն կա, որպեսզի բոլորը համախմբեն իրենց ուժերը եւ արդյունավետ լուծումներ գտնեն։ Անչափահասների խնդիրների լուծման ուղղությամբ բնականաբար միջգերատեսչական հանձնաժողովը խթան կհանդիսանա խնդիրների ավելի արդյունավետ լուծման, քանի որ հանձնաժողովում կքննարկվեն այն բարդ խնդիրները, որոնք երկարատև լուծում են պահանջում եւ պահանջում են նաեւ համակողմանի ջանքերի ներդրում։ Մուրացկանությունը մերժելի երևույթ է ընդհանրապես, իսկ եթե մուրացիկը երեխա է, սա արդեն լուրջ մտահոգություն է, լուրջ հիմնախնդիր։ Մուրացկանությամբ զբաղվող անչափահասներին հայտնաբերելու, նրանց մուրացկանության դրդող անձանց ու հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության կողմից մշտապես իրականացվող միջոցառումները միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծմամբ որակական նոր փուլ են մտնում, իսկ մինչ խումբը զբաղված է համատեղ ծրագրերի մշակմամբ, ոստիկանությունը հերթական միջոցառումն անցկացրեց։ Եռօրյա ստուգայց շրջագայությունների ընթացքում հայտնաբերվեցին մուրացիկ ու թափառաշրջիկ 8 անչափահաս։ 8-ն էլ մուրացկանությամբ զբաղվելու համար հայտնվել էին ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում։ Նրանց ծնողները բազմիցս զգուշացվել էին, բայց ապարդյուն։ Երեխաները դարձյալ փողոցում էին, մուրացիկի կարգավիճակով։ 11-ամյա Էրիկն ու 16-ամյա Էդգարը եղբայրներ են։ Մուրացկանությամբ է զբաղվում նաև նրանց անչափահաս քույրը Քրիստինեն, ով այդ գիշեր գործի չէր եկել։ Մի քանի անգամ դատված նրանց մայրը բազմաթիվ անգամներ է ոստիկաններին խոստացել, որ կզբաղվի երեխաներով, թույլ չի տա մուրացկանությամբ զբաղվել։ Սառույցին գրված խոստումներ։ Երեխաները այսպես ասած հովանավորել ունեն։ Նրանց մանիկ տատն է, որ փողոցով մեկ գոռգոռում էր ոստիկանների վրա, թե չեն էլ թողնում մարդ մուրացկանություն անի։ Որքան էլ անչափահասների, մասնավորապես մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրը գլխավորապես դասյարակությունը բաց թողի արած ընտանիքների մեջ է, այնուամենայնիվ ոստիկանությունն անվերապահորեն շարունակելու է իր վարած քաղաքականության առանցքներից մեկը պահել այն։ Մեքենան պերճանքի առարկա չէ, այլ փոխադրամիջոց։ Նույն տրամաբանությամբ մեքենայի լուսարձակները պերճանքի համար չեն, այլ մութ ժամերին ճանապարհը տեսնելու։ Ապակիների թույլատրելի մքությունն էլ հարկավոր է արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու, այլ ոչ թե մարկանցից թաքնվելու համար։ Իսկ որ ոչ մի պերճանք էլ չկա անտեղի ու անվերջնչող ձայնային ազդանշանների մեջ, կվկայեն քաղաքային աղմուկից ավելի քան կուշտ բոլոր օրինապահ քաղաքացիները։ Այս բաները շատերը չեն հասկանում ու հենց նրանց համար են գրվում օրենքները։ Աշխարհի տարբեր երկրներում վարորդները հաղորդակցվում են տարբեր ձևերով, օգտագործելով ինչպես ձայնային, այնպես էլ լուսային ազդանշանները։ Օրինակ, Ֆրանսիայում տարածված է ձայնային ազդանշանով մյուս վարորդին դիմելը, իսկ Ռուսաստանում բավարարվում են լուսային ազդանշաններով։ Նրանց վայելքն անձամբ հայհոյելն է։ Մի խոսքով անցնենք մերոնց։ Հայ վարորդները միմյանց ազդանշան են տալիս ինչպես ողջունելիս եւ ճանապարհելիս, այնպես էլ տնեցիներին կանչելիս, հայհոյելիս եւ նույնիսկ ինչ է շատ հաճախ է հանդիպում, հուշարձան հանդիպելիս։
Օրենքն էլ նյարդայնացավ անդադար հնչող ձայնային ազդանշաններից վերցրեց ու հաստատեց։ Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։ Բայց նյարդայնանում է ոչ միայն օրենքը, այլ նաև ձայնային ազդանշան տվող վարորդին շրջապատող մարդիկ։ Պատեհ ու անպատեհ ձայնային ազդանշան տվողներն այսպես ասած սիգնալ տալով ամենակիչը ցուցադրում են իրենց տհասությունն ու էգոիզմը։ Ինչպես հանրապետության մյուս քաղաքներում, այնպես էլ Երևանում բնակվում են հազարավոր հիվանդ, տարեց, նորածին, պարզապես զգայուն քաղաքացիներ, որոնց վրա, եթե ոչ բացասական, ապա հաստատ դրական ազդեցություն չեն թողնում ձայնային ազդանշանները։ Իսկ երբ որոշ վարորդներ իրենց տղամարդկությունը սկսում են դրսևորել ավելի հզոր, դռիկներով, բռիկներով ու գռիկներով, ինչի իրավունքն իհարկե չունեն, հետևանքները կարող են ավելի ծանր լինել։ Հենց այդ ժամանակ էլ հարթակ են ելնում ավտոմեքենաները, որոնց անձնակազմերն օրենքով իրավունք ունեն օգտագործել եւ ձայնային, եւ լուսային ազդանշանները։ Հատուկ լույսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու իրավասություն ունեն հատուկ օպերատիվ ծառայություններ իրականացնող պետական մարմինները, ասենք օրինակ ոստիկանությունը, հրշեջ պահպանությունը, նաև շտաբ բուժօգնության ցույց տրվող տրանսպորտային միջոցները եւ այլ պետական մարմիններ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքում տուգանք է նախատեսված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, առավել խիստ տուգանք է նախատեսված գերհզոր լույսային եւ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրած տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, երբ դրանք կօգտագործվի վարորդների կողմից, տուգանք է նախատեսված նման դեպքերում նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով եւ տվյալ սարքավորման բռնագրավում։ Սովորական տրանսպորտային միջոցի վրա տեղադրված ձայնային ազդանշանից վարորդը կարող է օգտվել միմիայն վթարը կանխելու եւ վթարից խուսափելու դեպքերում։ Ազդանշանները դրական կիրառում էլ ունեն։ Անգլիացի վարորդները գրեթե չեն օգտագործում ձայնային ազդանշաններ։ Մեկ վթարային թարթումը շնորհակալություն, շրջադարձի ձախ թարթիչը վազանց չկատարելու խորհուրդ, պատուհանին մատով թխկացնելը վատ փակված դուռ։ Որքան հանդուրժող լինենք ճանապարհներին, այնքան կնվազի ավտովթարի ենթարկվելու հավանականությունը։ Ձայնային ազդանշան տալիս մի լավ մտածեք։ Գուցե ձեր ավտոմեքենային բախվի հենց ձեր նմանի գործողություններից նյարդայնացած եւ վրդովված այլ վարորդի ավտոմեքենան։ Մեր հաղորդումն ավարտվեց։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Հավատքով ուժով ամուր կանգնած ես լեր եւ խիզախությամբ գիշեր թե ցերեկ Քո երկրի պաշտպանն ես միշտ հայ ոստիկան Կյանքը անդադար վտանգվում է ձեր Սիրտը անդադար բաբախում է ձեր Չեք տանի որ եք հայացքի Նարից աչքերից ացքեր հոսի Դեպի վեր Սրտում քո միշտ հիշի Ոստիկան ես ոստիկան Պահապանն ես դու մեր տան Հզոր ամուր ես վեր կանգնած ես Դու զավակն ես աստուդան Ոստիկան ես ոստիկան Պահապանն ես դու մեր տան Հզոր ամուր ես վեր կանգնած ես Դու զավակն ես աստուդան Քաջություն է այն միշտ ավելացնում Չեք տանի
վերնային ձերքերդ վեր պարզիր ու սրտում քո միշտ հիշիր ոստիկան ես ոստիկան պահապանն ես դու մեր տան հզոր ամուր ես մեր կանգնած ես դու զավակն ես աստուտան ոստիկան ես ոստիկան պահապանն ես դու մեր տան հզոր ամուր ես մեր կանգնած ես դու զավակն ես աստուտան ոստիկան, պահապան ես դու մեր տան, հզոր ամուր ես մեր կանգնած ես, դու զավակն ես աստուտան, ոստիկան ես ոստիկան, պահապան ես դու մեր տան, հզոր ամուր ես մեր կանգնած ես, դու զավակն ես աստուտան Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։